Դեմիրճանական բանաձևումները, որ հայի տեսակի, նրա ինքնության եւ գենետիկ կոդի ազգային գաղափարական բնութագրերի մի ամբողջություն են, թանգարանում օգտագործել են Հանրապետության օրվան նվիրված ուսումնական միջոցառման ընթացքում աշակերտներին ակտիվ քննարկումներում ներգրավելու եւ գրողի միշտ արդիական ուղերձները վերստին հնչեցնելու համար։ Այդ առումով առանցքային են Դեմիրճյանի տարբեր ժամանակահատվածներում գրած երկու գործերը՝ Հայը խոհագրությունն է սեմ, որ գրվել է Հայաստանի համար անասելի ծանր ժամանակներում 1920 թվականի օգոստոսի 2-ին եւ Հայ հերոսական ժողովուրդը հրապարակագրությունը գրված երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Երկու դեպքում էլ գրողը դարերով հնչող հարցերի պատասխանների որոնումներում փնտրում է նաեւ ազգային տեսակի ունիվերսալ բանաձևումները։ Դեմիրճյանի համար միշտ հայի տեսակը բնութագրելը, հայի պատմական իրականության վերլուծությունն անելը, հայի պետականության մասին իր պատկերացումները, առկա, տեսլական իմի բերելը եղել է միշտ առաջնային եւ ընդհանրապես բոլոր գործերում, ոչ միայն այս երկու հայ էսեյում եւ հայ հերոսական ժողովուրդը հրապարակագրության մեջ, առհասարակ նրան շատ մտատանջել է այդ խնդիրը։ Բոլոր ստեղծագործություններում մենք տեսնում ենք Դեմիրճյանը տեսակի որոնման, տեսակի վերլուծության հետ է։ Բնավ պատահական չէ, որ հենց մեծ հայրենականի տարիներին Դեմիրճյանը գրեց հայ հերոսական ժողովուրդը եւ իհարկե Վարդանանքը եւ իր աչքի առջեւ ունենալով ֆաշիզմի դեմ կատաղի պատերազմի հերոս հայորդիներին, գրողն այնուամենայնիվ հայացքն ուղղեց դեպի անցյալ, ստեղծելով մոնումենտալ մի գրական կոթող, որի անտիպ հատվածները հասնում էին ռազմաճակատ եւ ձեռքից ձեռք անցնում։ Ասում էին իր ժամանակակիցները, որ երբ հայրենական պատերազմը սկսվել է, ինքը ասել է ես էլ եմ պատրաստ կռվել իմ ժողովրդի ազատության համար, իմ գրչով եւ իմ խոսքով, եւ ասում էին ինքը միշտ ասում էր ես իմ ժողովուրդ ասելով նկատի ունեմ հայ ժողովուրդը։ Պատահական չէ, որ հայրենական պատերազմի տարիներին նա Վարդանանք գրեց։ Նա կարող էր որևէ խորհրդային զինվորի մասին, զինվորականի մասին, նույն մարշալ Բաղրամյանի մասին գրել ինչ-որ մի այդպես ստեղծագործություն, մեծակտավ, լայնածավալ, բայց նա գնաց 5-րդ դար եւ մեր ժողովրդի կռիվը բերեց ու արդիականացրեց։ Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքն այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից, արձանագրում է գրողը, եւ հավելում, սա հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից, ազատությունից։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։